Ինձ թվում է, որ եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի ինքը գա եւ այսօր այստեղ ունենա այն ելույթը, որը ունեցավ, եւ հատկապես անի այն արտահայտությունը, որը արեց, ասում է Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել։ Ոնց կարա Արարատը թյուրիմացաբար, այսինքն Արարատը այդքան նսեմացնում եք եւ նսեմացրել եք, որ դուք փաստորեն համարել եք, որ Արարատին կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից։ Հիմա մենք ենք Արարատը ուրանում, թե դուք ժողովուրդ։ Պարոն Մանուկյան, ախր ավելի լավ էր չխոսայիք։ Հետո ես չեմ հասկանում, ամեն ելույթից հետո որ թողում դուրս եք գալիս, լավ է այսօր հետ եկա։ Ինչքան գիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ են ծխացնում, այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք է, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Որտեղ եք ծխում, արգելված տարածքում եք ծխում։